Ուշադրություն, բարև ձեզ, հարգելի ֆուտբոլ ասերներ, այսօր դիտում ենք Հայաստան Ֆարոեստան խաղը։ Կա Հայաստան սկիզբը, Բրյասկո, Կալիսերի մոտ է կնդակը, Կալիսերի մոտ է կնդակը, փոխանցում Դավիթյան անցնում է մեկին, փոխանցում պետք է կատարի, բայց ինչու չի կատարում։ Հովհաննես Հարությունյան, Սևիկյան, Դավիթյան, փոխանցում, հարված, գոլ 1-0, բացում է Հայատի պատաշիվը, գոլ 1-0 Հայաստանի հավաքական առաջի անցնում աշխի մեջ, Կալիսերը խլեց գնդակը, Կալիսիր և 11 մետրանոց, ոչ, Տուգանային է վասնակում, Զելարայան շատ վտանգավոր դիրքից, հարվածում է, բայց ինչու է իսկան ֆեղ, մյուս անգամ նրա մոտ հաստատ կստացվի Բենջամինսոնից խլում է Զելարայանը, փոխանցում, Բրյասկո, փոխանցում հետքա, Զելարայան, փոխանցում, Բրյասկո, գոլ 2-0 Բրյասկո նորից խլեց գնդակը, Բրյասկո փոխանցել է պետք Զելարայան, փոխանցումը կատարված է, Կալիսիր, փոխանցում էր պետք կատարել, ուժեղ փոխանցում Բրյասկոին, Կալիսիր, վտանգավոր արված և Լամանգեն է փրկում, Վանթնահամեր, Ջենսեն, Կալիսերը խլեց, Սեպիկյան, Էդգար արված, փրկվում է, Դավիթյան պետք է խլե, բայց խլեց գնդակը Զելարայանը, Դավիթյան ու ինչպես կարելի է չգրավել դարպասը, վտանգավոր դիրքից էր ախր, Բրյասկոյի մոտ է, հարված և դարպասացողն է փրկում, ինչ վտանգավոր էր, Բրյասկո հարված, սերվից և դարպասացողն է նորից փրկում, ինչ ուժեղ կրակոց էր, Բրյասկո, Դավիթսոնն է խլում գնդակը, Հարոյան, պետք է խլե գնդակը, Հարոյան, հեռվից հարված և Լամանգենն է փրկում, մրցավարը 8 րոպե ավելացրել, հիմնական առաջին խաղակեսին, Հովհաննես Հարությունյան, հարված ու ինչպես գնդակը չի հայտնվում դարպասում, և Բենջամինսոն, Կալիսիր, հարված և Շեղյան թանում գնդակը և Լուկա Զելարայան հարված, գոլ Լուկա Զելարայան, ինչ գոլ է խփում Լուկա Զելարայանը, կնկնապատկերը տեսեք Լուկասի, ինչ լավ խլեց գնդակը ու հարված կատարեց, նույնիսկ դարպասապահը չկարողացավ փրկել, ինչ լավ գոլ էր, և վերջ առաջին խաղակեսն ավարտված է, գնանք մենք երկրորդ խաղակեսի, երկրորդ խաղակեսը սկսված է, և Կալիսիր պետք է խլե գնդակը ու այնպես է լինում է, փոխանցում, Բրյասկո հարվածում է, ինչու այսպես, ինչու,
Եվ վտանգավոր կարող է ստացվել։ Մկրտչյան հերվից արված Մկրտչյան։ Եվ պետք է խլե Էդգար Սեբիկյան։ Ու պետք ինչու չի խլու գնդակը Բրյասկո խլեց գնդակը Բրյասկո ինչու չկա փոխանցումը կա արդեն Սեբիկյան ու ինչպես կարելի է չգրավել դարպասը ինչու Էդգար Սեբիկյան դարպասը ծողը նորից փրկեց եւ խլեց գնդակը Էդգար Սեբիկյանը Դավիթսոնի մոտ է գնդակը Դավիթսոնի Հիշեցնում եմ սա խմբայ փուլ է Հովհաննես Հարությունյան լավ փոխանցում էր Բրյասկո Էդգար Սեբիկյան արված եւ ինչ կրակոց է բայց լինում է անկյունային անկյունայինի հարված իրավունք է ստանում Հայաստանի ավագականը փոխանցում վտանգավոր է Բրյասկոն նորից է ստանում անկյունայինի իրավունք շատ վտանգավոր պայր Սերարայան փոխանցում Սեբիկյան ու ինչպես ինչու հարված չկար Դավիթսոն Սեբիկյանը խլեց փոխանցում Բրյասկո հարված չի կարելի լամագե ինչ Կալիսիրի մոտ է գնդակը Կալիսիր Դավիթյան Կալիսիր փոխանցել էր պետք Հովհաննես Հարությունյան փոխանցում Բրյասկո ինչու չի գրավում դարպասը վտանգավոր կարող էր ստացվել եւ Զելարայանի մոտ է գնդակը փոխանցում Բրյասկո փոխանցում արված գոլ չի դարպասը ծողը փրկեց եւս մեկական գոլ 4-0 Հայաստանի ավագականը արդեն 4-0 է անում իր սխալն ուղղեց Բրյասկոն հարվածեց փրկեց դարպասը ծողը Դավիթյան հարվածեց Խանգարեց ոնց հասկացանք Բրյասկոն բայց մի գոլը խփեց շատ լավ էր հարվածելու Դավիթյանը բայց ափսոս Բրյասկոն խանգարեց եւ գոլ եղավ Հարությունյան պետք է խլե Հարությունյան Գյորգի Հարությունյան հարված բայց ափսոս գնդակը չի հայտնվում դարպասում Լամանգե խլել է պետք գնդակը Կալիսիրը խլեց գնդակը փոխանցում Բրյասկո հարված ու ինչպես կարելի է նորից չգրավել դարպասը Եվ վտանգավոր կարող է ստացվել Կալիսիր վազում է առաջ Կալիսիր Եվ վերջ ավարտված է խաղը 4-0 ու ձեզ հետ օգնեց հետևել Մոնտե Շաբազյանը հաջողություն